Եթե ես Թուրքը լա, ես ամեն օր քեֆ կանեի, որ ասպեսի մի մատ Հայաստանի վարչապետ է։ Ամեն հայ գիտե, որ ասմատ ձեր Աշճան սդախոս է։ Այդպեսի մարդկանց նկարները թվոցի բաբերից անել, ապա ում միտենեք, Ալիևը միտենեք, Սաֆարովը նկարը միտենեք։ Եթե նրանց բոլորը փնես գներես ասպեսացել իրենց քլուխը իրար խփես մեկ կատիլ հայու արուն թուրքի կաս Փաշինյանը մի հատ լավ բան է արել ասկու հայրենիքի համար եւ գիտեք ինչ ադի մեր ժողովրդի մեջ ինչ թավաժան գա մեջտեղ անել են ինքը ազատ արձակվել եմ Հայաստան հասել եմ ամուսնացել եմ դուն ունեմ եւ ուրախ չեմ ամաս մեկ մարդու պատճառով նիգոր ուտես արի մի հատ ինձ է խոսա դեսնեմ այդպես գոչում եմ բոլոր Հայաստանի եւ ուր որ հայլա որ Քոչարյանի սադարգանի եթե գուզեք հզոր Հայաստան դեսնեմ Երեք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է հայրենադարձների հետ եւ հանդիպման ներկա եք նաեւ դուք։ Ինչ տպավորություն ստացաք այդ հանդիպումից եւ ինչ ուղերձներ առանձնացրեցիք ձեզ համար։ Ես ասեմ շատ լավ տպավորվել էի եւ շատ լավ հարցումներ հարցրեցան եւ նախագահը բարոն Քոչարյանը շատ լավ պատասխաններ տվավ, որոնք ինձ մտահոգում էին, քանի Դարիներ շարունակ ասվերջին 7 դարիներ 8 դարիներ այդքան իշխանություն այդքան աշխատանք է դարել որ Արցախ Հայաստանը սպիրտ կապերը խզե եւ Հայաստանը գիսե մեկը մյուսից ամեն ինչ արել է որ մեր ժողովուրդը գիսվե եւ բաժանվե մեկը մյուսից եւ դժբախտաբար հաջողվել է որոշ չափով իմ Քոչաբարոն Նախագահ Քոչարյանի պատասխանները ինձ շատ լավ տպավորեց եւ գիտեմ չալամգեղձ մարդ է եւ որ իր համար որքան կարեւոր է Հայաստանի սպիրկի Արցախի հարաբերությունները եւ գարջ ասած մենք եթե չմիանանք մեր աբական շատ վատ է լինելու Դուք որոշել եք տեղափոխվել Հայաստան երբ հասունացավ այդ որոշումը եւ որն էր հիմնական պատճառը Հայաստան տեղափոխվելու Ուրեմն ես Ամերիկայում ես Լիբանան ծնած եմ եւ 13 տարեկանին 77 թվին Հայաստան Ամերիկայում ասել բայց նախ որ քաղաքացի եղա Ամերիկայի ես բան գրին քարտ ունեի ինչպես կասեմ նախ որ քաղաքացի եմ եղել բանդարգվեց 5 տարի չէի գտնվում անի ուրեմն երբեք Ամերիկայի քաղաքացի չէի եղած բայց եթե նույնիսկ լայի ինձ համար կարևոր չէր քանի 90-91-ին Հայաստանը որ անկախ եղավ ես միշտ երազել եմ Հայաստան ներքախտել եւ նույնիսկ եթե Ամերիկայի մեջ ասեին Օսմանա ասել ես հետ բոլորովին հետաքրքրված չեմ Ամերիկայով իմ համար իմ բոլոր կյանքս ես երազել եմ բայկարել եմ ասկու հայրենիքի համար իմ համար Հայաստանից ուրիշ աշխարհ գոյություն չունի ուրեմն եթե նույնիսկ կարենայի օննալ օրինավոր բիդասեի ես պետք է եթամ ապրեմ Հայաստան իմ աշխարհոն է վերջ Պարոն Սասունյան, Հայաստանում հայրենադարձը ինչ խնդիրների է բախվում եւ երեք հնչեցված առաջարկների այդ խնդիրների լուծումները ձեզ գոհացրել են թե ոչ Ուրեմն ես մի հատ բզդիկ օպեկ ունեմ Թավադաշենում եւ on շատ Սուրիայեր, Լիբանանահայեր, Քալիսեն, ինչպես Իրանահայեր եւ որոշ շապովա դեղացիներ եւ ասի միշտ նույն տեղած է եւ ես որ Միշտ ասել եմ այդքան հայեր, որ Սուրիայից, Լիբանանից, Իրանից հոս են եկել, Իրանի հոս մնային բոլորը, իմ պատասխանին շարունական է, որ իշխանությունը հոս, աշիշ ես խոսում եմ նոր իշխանությունը, եթե իշխանության կարող եմ գոչել, նրանց ոչ մի կետնի վրա օգտակար չի եղել, նույնիսկ հալածել է եւ մեր ժողովրդի մեջ դժբախտաբար Հագա Սպիրկյան, Հայաստանցի թե Արցախցի թե Տարանջատ այո դժբախտաբար եւ ուրեմն իրենք ոչ մի աջակցություն չեն կդել եւ շատերը դժբախտաբար դասնյակ հազարավոր թողել են ասվերջին 5-6-7 տարիներին թողել են Կանադա են գացել Ամերիկա, Ֆրանսա եւ ուրիշ տեղեր ուրեմն բանը եւ որ իշխանությունը քո տուն բոլոր կյանքդ Հայաստանով ես ապրել եւ Հայաստան ես գալիս ամեն ինչ թողնում ես բادرազմի պատճառով լագամ ինչ որ պատճառներով Լիբանան, Սուրիա, Իրան թողնում ես գալիս ես Հայաստան եւ իշխանությունը քեզ նայում է օդարի աչքով քեզի երկրորդական մարդ է համարում ուրեմն ադիգա քո բանը դեպում ես եւ ասում մտածում ես օ Լիբանանի մեջ Սուրիո մեջ ինձ ավելի հարգում էին արաբները քան
իմ ժողովուրդը իմ հայրենիքի մեջ ու նոր հիաստապվում են եւ չեն կարողանում արևդուրի կետնի վրա իշխանությունը ոչ մի բանով չի օգնում ժողովրդին ու թողնում են ասում են թողնում են Ամերիկա են գնում, Կանադա են գնում եւ Ֆրանսա եւ չգիտեմ ուս ուրեմն եւ որ Գարավարությունը քեզի գնար չի գնար ովևէ կետնի վրա ալ հայկանը ճիշտ հագարակը քեզի գնայի որպես երկրորդական քաղաքացի կամ ինչ որ մատ հիաստապվում են ու փախչում են երկիրը հեռանում են ուրեմն չափն ավելի կարեւոր է որ Գարավարությունը Դանի ադաշխատանքը որ դուրսից եկած հայը սկա որ իր գարավարությունը իրին գնակ է եւ իր ասի իր հայրենիքն է եւ իր գզիկ օդար չսկա ուրեմն ես նաեւ մեն Քոչարյանի բադասխաններով եւ իր անցյալին ատենին կպաստել է որ իսպիրկի հետ որքան սետ գաբերը բայել ուրեմն նահակա ճիշտ կբոդեցում ունի եւ ես անսամբ եւ վստահ եմ շատ հայեր ինչպես հատեն շատեր քժվում են ասում են ասմատուց երբ պիտի ազատենք Քոչարյանը թող կա այ առաջվա գաբերը նորեն սպիրկի հետ ներքախտողների հետ գաբը վերահաստատվել որ մատիկ գանան հանգիստ լալ եւ աշխատել Տեսեք դուք խոսեցիք սփյուռքահայերի խնդիրների մասին Հայաստանում, բայց քիչ չեն լինում դեպքերը, երբ արտերկրում են հայերը ունենում ինչ-որ խնդիրներ։ Մոտ 1 տարի առաջ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանից դուրս ապրողները չպետք է հույսները դնեն Հայաստանի իշխանությունների վրա։ Դուք ինչպես եք որպես հայրենադարձ վերաբերում այս մոտեցմանը։ Բոլոր ես ոչ թե միանալ, ալ Փաշինյան գոչված ասեմ, ոչ մի դեսագետ, ոչ մի առածկալի հետ համասայն չեմ, ես շարունակ ասել եմ հարաբարակով ընկերներուս հետ, որ ասմատ բոլորովին հայրենասերություն, ասմիացնել, հզոր Հայաստան ունենալ, ոչ մեկ կետնի վրա ճիշտ քաղաքականությունը չի վարել, ինչպես դժվար է հավատալ, որ ովևէ հայը ասե որ հայոց բամություն քոյություն չունի չի ալի անհավատալի է եւ մանավանդ եւ բաթմատը վարչապետի ճաշտոն է վարում ուրեմն ասմատը ոչ մի բանի մեջ ճիշտ քաղաքականություն չունի եթե ես Թուրքիա ես ամեն օր քեֆ կանե որ ասպեսի մի մատ Հայաստանի վարչապետ է քանի ասմատը ինչ որ թուրքերը երազել ինչ որ ադրբեջանցիները երազել իրենց երազը իրականացնում է գամած եւ եթե կարող եմ դնդեսական բանի մասին խոսել Իհարկե ես ինչպես ասացի մի հատ բզդիկ օպեկ ունեմ բզդիկ ճաշարան ունեմ թավտաշենում եւ մենք հազիվ 2 տարի է աշխատում ենք հազիվ կարողանում ենք մի բուջուր շահ մցել բերել եւ ինչ է 6 ամիս առաջ ինչ երավ մեր հարգերը գտնաբադեց մենք հիմա աշխատում ենք բոլորովին վնասով աշխատում ենք փող իրեն տալիս ենք վնա եւ միայն բանը ջաշարաններ չէ ամեն կետի վրա ինչ կորզ որ անում ես ես բոլոր իմ կորձընկերների նույն բանը աշխատում ենք բայց բոլորովին այլ բան էր խոստանում իշխանության գալուց առաջ հա երբ մենք գիտենք ատեն դու ինչպես դու գիտեք ինչպես որևէ ամեն հայ գիտե որ ասմատ ձեր աստիճան սդախոս ես չգիտեմ ինքը 50 տարեկան է ես լուջ օրինակ հասկացին որ ասմատը իր ցանկի մեջ ովևէ մի օր ապրած է առանց ուտ խոսելու ինչ հազարատ փաստեր կան հազարատ վիդեոյի վրա բանի վրա որ մի բան է ասում ուրիշ բան է անում իրեն համար դղամատ կամ արժանապատվության ունեցող դղամատ գինը աղջիկ դղան որ մի բան է ասում խոսքին դեր եք մատնում, ասմատը ոչ մի բան չի ասել, որ իր խոսքին դեր եղել է, մի խապեպայություն, գերզավորություն, մի բան է ասում այսօր, հաջորդը ասում է, ես այդ բանը չեմ ասել, բոլորս դեսան ասել ես, ինչ երեսու ամոթ չունես, մի քիչ արժանապատվություն չունես, երեք ես ասել, մի շաբաթ առաջ ես ասել, հիմա ոնց ասում, վիդեոյի վրա ոնց ես ասում, չես ասել։ Նույնիսկ մի ժամ առաջ ասած ասում ես, հա։ Որին բանը ասմատը քու մեր նորմալ ներողությունը սերուս դղամավթու բանը չունե, գեցվածքը չունե, արժանապատվություն չունե, ամոթ չունե, խիղճ չունե, իրեն համար կարևոր չէ ինքը իր շուրջը հավաքերը ինչ որ 100-200 իր նման հայ ասկային հոգի չունեցող, արժանապատվություն չունեցող
փանակ զարը, փանագի զարը, փանակ զարը էլ է փախուստով մարդկանց եւ միան այդ շրջանագի իրեն կովապանում են, իրեն փարապանում են եւ ինքը խորում է բոլոր ասկի իր մասին այդպես է մտածում։ Ոչ մեկ հայ չի արկեր վախկոտ մատը, ոչ մեկ հայ չի արկեր սդախոս մատը, ոչ մեկ հայ չի արկեր թրքամոլ մատը, որ իր ասկին միան վնաս է ասել, ասկի իմ գինս անուշը թբոս է աշխատում, թբոսի բادرից ուզում են հերոսների նկարներ անել, եւ քանի թբոսներից ուրեմն դու ինչ տեսակ բերություն ես, ինչ տեսակ ասկ ես, ինչ տեսակ իշխանություն ես, եթե դու բոս բادرում ես թբոսների, որ ասկի հերոսները մեր գարոդն է, բեդոն է, նշտերն է, անցանիկն է, դրոն է, տերերյանն է, այդպես իմ մարդկանց նկարները թբոսի բادرից անել, ապա ում բիտնեք, Ալիևը բիտնեք, Սաֆարովը նկարը բիտնեք, ծեր նկարները բիտնեք, այսինքն բան չի գա, ասկային հոգի չի գա բոլորովին իրենց մեջ։ Պարոն Սասունյան, դուք ձեր երիտասարդ տարիները անցկացրել եք ԱՄՆ բանտում հենց այդ արժեքների, հենց այդ ազգային արժեքների համար։ Այսօր, ինչպես դուք նշեցիք, այդ ազգային արժեքները փորձում են ջնջել մարդկանց հավաքական հիշողությունից։ Արցախն է արդեն կորսված, ցեղասպանությունն են փորձում մոռացության մատնել։ Այսօր էլ եկեղեցու դեմ են անգամ արշավ սկսում։ Ինչ հետևանքներ կարող է այս ամենը ունենալ հայ ազգի վրա։ Շատ ջղթական է, ոչ մի լավ բան չի գա, իրենց բոլոր քաղաքականության մեջ, ինչպես սեր բոլոր նշածները, նրանք գազես թե եթե ես հայ ազգի թշնամին լինեի, ես կանեի ճիշտ անինչ որ ասմատն է անում։ Ամեն ինչ բամության թեմ, մշակույթի թեմ, եկեղեցի թեմ, անցալորը մադենատարանի դնորենին բաները, քանի բամության մասին քիրք գրել, ասի չի լսված բան է։ Ովևէ երկրի մեջ ովևէ նախկա, ովևէ վարչապետ ասպեսի ասմատուն արած 10% աներ իրեն բաստոնազով կանեին, գերացնեին իրեն։ Ուրեմն ասմատը, ես ասմատուն չեմ ուզերգում նույնիսկ հայ գոչել, քանի որ իր մեջ հայու արժեքներ չկա, ինքը ուղղագիորեն գիտակցաբար ամեն ինչ անում է, որ հայու ըլլա մեր ասկային հոգին, ըլլա մեր կրոնական, ըլլա մեր մշակութային, ըլլա սպիրտ Հայաստան, ամեն ինչ գասինով գործում է, դուք եթե մեր ուսումնասիրեք թե Իսրայելի մեջ ինչ են անում զայր աշճիջան ասկային մոլություն են սորվեցնում երեխաներին 2 տարեկանից սկսած որ դու մինակ ես բոլոր աշխարհը քեզ ադում է դու պետք է բաշտես քո ասկը զինվորը լաս բաշխանը ուրեմն մենք հակառակն ենք անում թուրք ասն մեկ կողմում մենք ունենք 90 միլիոն թուրք 80 միլիոն թուրք մենք կողմում ունենք 12 միլիոն թուրք ազերի որոնք ամեն օր հայ ադելություն են սորվեցնում, մեզի ոնց ոչնչացնել, Ալիևը Բաքուն նստալ է ասում է Երևանը Երևան է, հա, որ իրենց է պատկանում, աստեղից ոչ մի բան չկա, արձագանք չկա, ասում է ես քալելով պիտի Երևանը քալելով իրենցան պիտի գրավեն եւ դուք արդեն գիտեք լսեք որ իրենց նպատակը ինչ է, դակավին ինչ է ասմատոց ոտքերը համբուրում եք Ալեն Սիմոնյանն ասում է մի նեղացեք, որ ասում են Երևանը մերն է, հա, որովհետև դուք էլ Ղարաբաղին Արցախ եք ասում։ Ինչպես ասեցի, բոլոր իշխանությունը, եթե նրանց բոլորը փնես գներես ասպես ասել, իրենց քլուխը իրար խփես մեկ գտիլ հայու արույն դուրս չի գա, սրանք ոչ մեկ հայու ազգային օգի չունեն։ Ես ասկի առաջ շատ անգամներ ասել եմ որ Նիկոլ Փաշինյանը մի հատ լավ բան է արել ասկու հայրենիքի համար եւ գիտեք ինչ ադի մեր ժողովրդի մեջ ինչ թավաժան գա մեջտեղ անել են ինքը ասել Ալեն Սիմոնյանը ադակին կոզոս նախարարը նահակա ինչ որ է նրանց անունները գրթության նախարարը բոլոր ինչ թավաժան գա մեր ասկի մեջ Նիկոլ Փաշինյանը մեջտեղ անած է իր գլխավորությամբ ու հեմեն մենք ադոր համար մեկ բանի համար եթե գնամ լավ բան ասել ադի է եւ ես համոզված եմ որ իրենց օրը գա որ ասմատիկը պիտի իրենց ոչ թե միան իրենց վարած քաղաքարի ասմատ ես գասկած չունեմ որ նրանք հսկայական քումակումաներ են յուրացրել այդ բոլորը մեջտեղ ելը եւ ասմատիկը մեկ միտի տատվել ինչպես հիմա ամեր սրբազաններ չգիտեմ քանի 100 հոգի բնել են ամեր ան
անհիմ բաներով մեղածեն են եւ թադում են եւ չգիտեմ քանի հոգի սրբազան փակած սրբազանը դակամի փանդարգված է, որը պիտի կաս նույն թադավորները, որ ինչպես դուք գիտեք Նիկոլ Հաբադորեն հայտարարում է, որ ինչ վաճաբե ինչ թադախած ինչ թադավոր ին վարչապետի ասածը չալա, նույն թադավորները, որ իրեն հրաներին են լսում, հատ նույն թադավորները պիտի կա օրմը իրեն աբիտ թադեն եւ իրեն աբիտ փանդարգեն, ես բոլորը վինգասկատ չունեմ։ Երբևէ պատկերացրել եք, որ Հայաստանում կարող է ձևավորվել նման իշխանություն, նման քայլեր իրականացնել։ Ադի իմ ամենավատ երազից մեջ նույնիսկ չեմ կարող չեմ դեսել, ես Պերտում գներեք էսելուց Պերտում ահագին հանցակործներ կային, որոնք ասկի հայրենիքի հարցերով չեն բանտարված եւ նրանք գայֆամոլ էին բան ինձի քալիս են ինձի որ տեսնում են հանգարց իմանում են ու համպիկ ես հայրենասեր ինչ է հայրենասեր է նս գայֆամոլ ես քու Լոս Անջելեսի մեջ քու հայ տրասիների գողոպտում ես քու ինչ է հայրենասեր է իս ասմատիկն ան իրենց գլխի մեջ դրել են որ Սորոսով եւ չգիտեմ ինչ բեդությունների կորզակալներ են եւ իրենք խորում են որ Հայաստանը թուրքերով լեցնելով, հնդիկներով լեցնելով, լդեսներով լեցնելով, բանակը կանտելով մենք կարող ենք Զիվիցերյանը դառնալ երկրորդ ասա, բայց չնայած որ Զիվիցերյան խաղաղ լավ թրասիներով շրջապատված Եվրոպայի գետոնը գտնվում է, իսկ մենք 800 տարի մեզի հալածող թուրք ազերիներով են շրջապատվել, որոնք նորեն ու նորեն հայտարարել են, որ Հայաստանը պիտի վերացնեն եւ անցյալ օրը մի դեր գտացի, որ Ալիևանը Էրդողանը ասկե չեմ գիտել 5 տարի առաջ կամ 10 տարի առաջ հայտարարել, որ հայերը ասել են մեր սուրի մնացոտներն են։ Ասել ու ագիր խոսքերն են, որ այսինքն ադիսելով սելգուզեգով որ Իրանի բոլորը վերջացնեին եւ վերջանալաս։ Ուրեմն եւ որ քու թշնամիտ այդպես հայտարարում է, ki ասում է թե Երևանը բիլիկակ Երևանն է բիդանեք Սևանալիջը Սյունիքը ասան մենք ասմատոց է դու ո՞ց կարող ես խաղաղություն ասմատոց Արչև ձունգի կալով ով լավ տրացիները լալով խաղաղություն չես բերել։ Ասմատոց ինչպես երեք Նահակա Քոչարյանը ասա ուժն է միան ուժով է որ ասմատոց պիտի գեցնե սահմանի վրա։ Միակ ուժով է որ պիտի հարկվես ոչ մի վախոտ մատ չի հարկվում, լա քաղաքական պետում է եւ որ ինչպես գիտեք պետում շատ վատ մատիկներ yani որ վախկոտ փանդարյանը գալիս են ինչեր էին անում իրեն չեմ ուզել հիմա ասել ինչեր է վախկոտ մարդը չի հարկվում ոչ մի դող մենք 7 տարի աշխարհում մեկ Ռուսիայի Ամերիկա գլուխնից սրած քայլում ենք մեջտեղ ես շատերուն ասում ես 40 տարի պետ նստել եմ ամեն օր երազել եմ Հայաստանի մասին ամեն օր բայկադել եմ Հայաստանի մասին եւ ահա ազատ արձակվել եմ Հայաստան հասել եմ ամուսնացել եմ դուն ունեմ եւ ուրախ չեմ այս մեկ մատու պատճառով քանի որ մե հայու արժանապատվությունը ինձ համար անցավ ինչ երազել եմ անցավ իրականացել է ազատ եմ հայրենիքում եմ դուն ունեմ ամուսնացել եմ ուրեմն անձնական կետնի վրա այն բոլոր երազներս իրականացել է բայց քանի որ իմ համար ասկային հարցը ավելի կարևոր է մի մատ որ հայու արժանապատվությունը քեստինած ես մի օր ուրախ չեմ եղել դակավին 4.5 տարվա մեջ որ Հայաստանը մի օր դակավին անգեղ ուրախություն չեմ այլ քանի որ ինձ համար Հայաստանի հողը հայու արժանապատվությունը պաշտպանված Հայաստանը շատ ավելի կարևոր է քան համբիգին անձնական հարցերը Պարոն Սասունյան, այս տարվա հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ են լինելու եւ մարդիկ լցված են այդ դրական փոփոխությունների սպասելիքներով։ Ինչ ակնկալիքներ ունեք դուք եւ որքանով եք համարում, որ այդ օրը իսկականից փոփոխությունների օր է լինելու։ Ես համոզված եմ եւ այդքան ուրախ եմ, որ մեր ասկի հայրենասեր անցյալի եւ անցյալի ղեկավարները Քոչարյանի նման նույնիսկ Ապովյանի ինչեր բանը Գագոն Զարուկյանը Գագոն Զարուկյանը եւ Սամվել Ղարաբաղյանը բոլոր մաս կազմում են բոլոր ես բոլորին հարգում եմ եւ ինձ համար ես գնահատեմ Քոչարյանը լա քանի որ Քոչարյանը անգերս ասած շատ ուժեղ մարդ է շատ հայրենասեր մարդ է մենք ինքը 10 տարի
եղել է նահանգա եւ նույնիսկ մարդիկ որ Քոչարյանին չեն սիրում խոստովանում են որ իր 10 տարվա մեջ Հայաստանը բادرազմ չի ունեցել, փանակը հզորացել է, Հայաստանի տնտեսությունը ամեն օր զարգացել է եւ Հայաստանի շատ ջամփաները Քոչարյանն է գարուցել։ Հիմա տեսնում եք as ներգամատուն ջամփաներն օրոքում են վեբ շապատ երկու ամիս մեջ իմ մեքենայս անիվը դրակեց կացի նոր անիվը դրել դրակեց այդ զագերից մեկը չի լեսա փոս ու նայես զագեր փորձվել է նոր գարուսված եւ ջամփուն զայրերը բոլոր ատեն փճացել է ատեն աս ուրեմն նրանք ուդում են փողին ուդում ջամփան չեն ինչ որ հաստություն բեկել արի չեն անում անվս գներեք է շեղինգոն բայց ինձ համար ես համոզված եմ որ իշխանապողություն միտելա քանի գարձեմ ասկը այլևս զզվեցավ ասմատ մատու սուդերից վախկոդությունից տրկամոլությունից Երևան ուզում է 300,000 Հայաստան 300,000 թուրք բերել ատեն ինչ է 150,000 հնդիկներ կան ատեն այսինքն մենք եթե երազները իրականանա մենք 10 տարի 15 տարի հետո մենք մեր երկրի մեջ փոքրամասնություն կլինենք եւ Հայաստանը ինչպես գներեք եթե շեղեմ բայց վստահ եմ դուք գիտեք ատեն Վրաստանը ինչ են անում թուրքերով լեցվերը Վրաստանին գեսը Բաթումին բոլորովին թուրքերու ցերկն է այո Թիֆլիսն է Թիֆլիս 8 ամս թուրքական ազերբայջանական ճաշարան եւ այդ երկիրը ներսից ուդում են եւ ճիշտ նույնն է լոս են անելու բայց ասիշխանության հոգը չի ասիշխանությունը խաղաղություն է երկիրը զախելով խաղաղություն է քարոզում եւ ժողովրդին վախցնում է որ եթե իրենց ընդեք բادرազմ է չէ եթե թում մնաս բادرազմ է լինելու թում մնաս Հայաստանի չի լինելու եւ որ ուժեղ բակա Քոչարյանի պես որ ասում այդենիքը միացնում ատենի 12 միլիոն ժողովուրդնիկ եւ որ մենք միանանք ճիշտ ուղղություն փնենք մենք ամբաս երկրի ճակատագիրը շատ գար ժամանակի մեջ փոխենք ես կասկածություն եմ ուրեմն ես երկներով իմ պապակս է իմ երազս է եւ ես այդ բիլետան կվետամ եւ իմ կվեսանգացած նահանգի Քոչարյանին է կնալու եւ ես համոզված եմ շատ այլ դեսան որ ասմատը այսինքն Նիկոլ Գոչվածը վախկոց, սդախոց, թրքամոլ ոչ մի ասկային արժեք, ոչ մի դղամատու արժեք ունեցող մեկը չէ, ասպեսի ասմատը հայոց բամության մեջ ես կասկածություն եմ ասմատը այն օրը որ գերեզման բիտրվի, ապակա սերունդներ բիլետան բիտտեկել ոչ թե միան իր գերեզմանին ավալ իր բոլոր շրջանագի մարդկանց գերեզմանի, քանի նրանք այդքան անհավատալի վնասներ են ասուցած մեր ասկու հայրենիքին, մենք տեսեք մեր Արցախը ոնց 3000 տարի հայությունը մի հատ հայ չի մնացած մեր եկեղեցիները քանդում են ամեն ինչ որ հայ է քանդում են եւ ոստերից ոչ մի արձագանք չի կա ոչ մի բառ չեն ասում որ մի արագ ադոք բատմական բան են իրենց հոգը չի քանի որ իրենց միակ բանը որ իրենց համար կարևոր իրենց աթոռները բայել է Պարոն Սասունյան կխնդրեմ ինչ որ խորհուրդով կամ ուղերձով դիմել թե Սփյուռքի հայերին, թե Հայաստանում ապրող մեր քաղաքացիներին։ Ես կուզեմ ասել, որ ինձ համար անցես խոսեմ, ասել, ինձ համար որպես հայ դղամատ աներևակայելի է ասկու հայրենիքը չի սիրել, ատկի ավելի իմ համար բոլորովին աներևակայելի է, որ մի հայ չեզոքլա Որ որ տանաս մատիկ ասում են, ատեն որոշվեր է ասի, ինչ գիտելա, ինչ ցայն դամ, չդամ դարբերություն չպիտին է, ամերիկացին որոշեր է Հայաստանի ճակատագիրը, անգլիացին որոշեր է, ադրբեջանցին, թուրքը որ ասպի, ես ինձ ես լսելով ասպես բաներ զզվում եմ, պետք է մենք իմանանք, որ ոչ մեր ճակատագիրը անգլիացի ինչ է, ամերիկացի ինչ է, ռուսի ինչ է, չինաստանի ինչ է, ադրբեջանի, թուրքի ինչ է, մենք ենք մեր ճակատագիրը, եւ որ մենք միանանք, մենք հրաշքներ կգնանք գործել, ուրեմն պետք է մենք ընդենք մի մատ, որ ճիշտ ատքալենը անելու եւ ես կհավատամ, որ մեր ժողովուրդը ատեն ամեն օր ու օտանամ տեսնում եմ մարդիկ այլևս
սկսել են իրենք Այո։ գտնել իրենց վստահությունը գտնել այլևս բոլորովին զզվում են Նիկոլից եւ եթե գտնամ իշել աս մի բան որ ես միշտ խորհրդարանի խոր բաները լսում եմ ջարերը Քրիստինին Աննային Քրիստինը մի ոչ թե մի հազարան լավ բաներ ասել են մեկ բան որ իմ շատ տուրիստ է գերել Նիկոլին ասում էր Ալևի արջև եթում ես վախկոտ գադուի պես կամ ինչ որ մի բանի շունի պես իրեն խոնարհում ես աչև Հիսուս քալիս ես խորհրդարանի հայ կանանց դեմ սայնդ բարձրացնում ես եւ ճիշտ է կանանց դեմ խոսելով մի ոչ թե միանին կա գրզոնը եւ որ գինի հետ խոսում է adam խոսում է գազես է իգզիկը դղամատ է ասում այդ մի հատ դղամատու հետ այդպես խոսի տիկնաբանների եթե թակտվել են վախկոտների պես եւ հերոսների նման խոսում են գիների անհարկում են եւ դուք ինչպես տեսակ քնածքի մեջ հերոսի մը գնոջ հետ ինչպես խոսում է մատով Նիկոլ ուտես արի մի հատ ինձ է խոսել դեսնեմ այդպես գինի հետ գնոջ հետ բեկե միշտ հարկանքով խոսի գինի դղամատը գինին չի արկեր ես նոր վերաթանալով արցին ես համոզված եմ որ ժողովուրդը զզվել է ասմատը քիչ առաջ եւ որ դակամին չենք մի ասած ասի ասմատը այս բամուճան մեջ բիդիշվե ինչպես աննետներ մեր ոտքերի արջևով մուտի մեջ փախնում կնում են Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունն հայոց բամուճան մեջ աններ որպես աննետներ պիտի անհետանան եւ աշխողովուտը իրենց այ ժողովուրդը աբակասերու ասերունտը եւ աբակասերունտը իրենց պիտի շե որպես թավաժաններ, որպես խապեպաներ, որպես թուրքամոլներ եւ մեջտեղ բիդիկա որ ասմատիկը որքան փող են իրացել, որքան իմանայիք նաս Ալեն Սիմոնյանի աս բանի Միրզոյանի ինչ տուների մեջ են, ապա մեկ հացեք մեկ հատ տեսեք ինչ տուների մեջ են, ապա իրենք ուրիշներուն քով են ասում, ուրգեցիկ պետք է ասքան փողեր Ուրեմն ես շատ լավադես եմ, ես գերազեմ եւ գոչ ուղեմ բոլոր Հայաստանի եւ ուր որ հայլա որ Քոչարյանի սադարգանի եթե գուզեք հզոր Հայաստան տեսնել, միացված հայ ժողովուրդ տեսնել, մեկ-մեկ է սադարգ ապնենք Քոչարյանին, քանի որ ինքը 10 տարի փաստել է, որ ինքը հայոնասեր է, ինքը դղամատ է, ուժեղ դղամատ է եւ ինքը կարող է ասիերգի սահմանները բայել, ինչպես որ մեկ է բայենք մենք բոլորս Շնորհակալություն Ձեզ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիք եւ շատ շնորհակալ եմ